Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալ ենք, որ համաձայնեցիք այս եթերին։ Մի քանի թեմաներ ենք առանձնացրել, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր տեսակետը։ Եվ այսպես երևի երկու մասի բաժանենք մեր եթերը՝ Հայաստան, հետո արդեն նաև միջազգային իրողություններ։ Հայաստանում կայացան ընտրություններ ազգային ժողովին, նախ ինչպես է գնահատում այս ընտրությունները։ Հաջորդիվ նաև մենք ականատեսը եղանք խայտառակ ընտրախախտումների, ապօրինությունների, այս ամբողջությամբ փաթեթները ներկայացված են Սահմանադրական դատարանում։ Գիտեք, որ այս օրերին Սահմանադրական դատարանում նիստեր են ընթանում այս խայտառակությունն ապօրինությունների վերաբերյալ։ Խնդրեմ, ընտրության գնահատականը ՍԴ դիմել համեցեք։ Դե ինձ համար զարմանք չպատճառեց արդյունքը։ Տեսեք, միջև ընտրությունները մենք պետք է հստակ հասկանայինք, որ իշխանությունները բոլոր լծակները ամեն ինչ անելու են, որ իշխանությունը պահեն։ Այդպիսի բան չկար, միջոց չկար, որ իրանք չէին կիրառելու իրանց իշխանությունը պահելու համար։ Ոստի ոչ մի զարմանալու բան չկավ, admin ռեսուրսը օգտագործում էին, նախընտրական փուլը իհարկե խայտառակություն էր, ընտրությունը տեսանք ինչ խախտումներով տեղի ունեցավ եւ այդ խախտումները հիմա էլ քննարկվում են, ընտրություններից հետո էլ տեսանք ինչ խախտում տեղի ունեցավ, այսինքն մի կուսակցության ամբողջ ձայները կարելի է փոշիացնել եւ ձայներից նաեւ մեծացնել քո ուրեմն կուսակցության ներկայությունը որպեսզի հասնես ցանկացած ուրեմն նպատակին, բայց իրանք չասան իրան ցանկացած նպատակին, որովհետեւ ցանկացած նպատակներ ունենալ սահմանադրական մեծամասնություն, սա չի նշանակում, որ խաղը ավարտված է, հա, որովհետեւ իրանք շարունակելու են, փորձելու են, ճնշում են գործադրելու, հենց որ նոր ուրեմն ազգային ժողովը ձևավորվեց, բարձա ինչ են փորձելու անել, ինչ որ անդիմախոսներին փորձեն իրանց ճամբար տանել եւ այլն, բայց սա ժամանակ է պահանջելու, այնպես որ չի կարելի ասել, որ իրանք ամբողջությամբ հասան իրանց նպատակին եւ դա էլ անորոշ պահ է։ Մինչեւ հիմա պարզ չի անդիմությունը ինչ որոշում է կայացնելու, վերցնել մանդատները, չվերցնել մանդատները, խնդիրը կա։ Ինչ վերաբերում է ՍԴ-ին, ես մեծ հույսեր չունեմ, պարզա որ պետք է գնար անդիմությունը այդ քայլին, իրական անդիմությունը պետք է գնար այդ քայլին, որովհետև ի վերջո առանց ՍԴ-ի նույնիսկ ասենք անդիմությանը չբավարարող որոշում եթե կայացնի, պարզ կլինի, որ դա նաև կողմնակալ որոշում է, որովհետև ըստ էության պետք է կամ նոր ընտրություններ անցկացնել երկրում այսպիսի պայմաններից հետո, որը անհնար է պատկերացնել, կամ գոնե պետք է վերահաշվարկվեն եւ բարգավաճը պետք է ստանա ինչ որ ստացել էր, այսինքն 4%-ից մի քիչ ավել։ Բայց ինձ ավելի կարևոր է հասկանալ ինչու մենք եկանք այստեղ հասանք եւ դրա պատասխանն էլ է պարզ, որովհետև անդիմությունը չկարողացավ բանակցել ճիշտ ձևով նախընտրական կոալիցիա չձևավորվեց, եւ իշխանությունները կարողացան ստեղծել կոալիցիա, այսպես կոչված փոշիացնող կուսակցությունների կոալիցիա, հա, որ կուսակցություններ, որոնք որ պարզ էր, որ 2%-ից 3%-ից ավել հույս չունեն, որ հավաքելու են, բայց միևնույն է գնում են ընտրության։ Այսինքն ինչպիսին պետք է լինի տրամաբանությունը այդպիսի կուսակցության, որ իրանք գնում են մասնակցության, կամ անձնական ամբիցիաներն են, կամ իրանք ուղղակի կատարում են իշխանության կամքը, այսինքն իշխանությանը պետք է փոշիացնել եւ եթե բարգավաճը նույնիսկ չհաշվենք այս պահին, առանց բարգավաճի ձայների մոտ 13%-ից ավել իրանք կարողացան փոշիացնել։ Դա իրանց ռազմավարության ամենակարևոր նպատակներից էր, երկրորդն էր պահել ցածր մասնակցությունը, բայց դա այդքան էլ չհաջողվեց։ Տեսեք, մենք խոսում ենք դրա մասին, որ մեր սահմանադրությամբ այսօր բոլոր քաղաքացիները 18-ից ուրեմն մեծ կարող են մասնակցել ընտրություններում, առնվազն ընտրեն, եթե բայց մենք ունենք զգալի մաս բնակչության, դա կազմում է տարբեր հաշվարկներով 400,000-ից մինչև 600,000 ընտրող, որոնք երկրում չեն գտնվում։ Հիմա Ռուսաստանում են, Ուկրաինայում են, Եվրոպայում են, Միացյալ Նահանգներում դա կապ չունի։ Մենք ունենք մոտավորապես 600,000, որ չեն մասնակցում ընտրություններում։
Դա իհարկե ամիջապես արդեն իջացնում է հնարավորությունը, բայց երբ որ մենք ասում ենք, որ այս ընտրություններում մասնակցությունը 58% էր, դա այդպես չի, որովհետև մենք հաշվում ենք որ թվից ենք մենք այդ 58-ը հաշվում ենք ամբողջը, հա, այդ դրսում գտնվող ընտրողների, որոնք պարզապես չեն կարող մասնակցել։ Իսկ նրանք, ովքեր որ ուզում էին մասնակցել, սկսվեցին ինչ-որ պատմություններ, թե իբրև իրանք կաշառքով պետք է գան Ռուսաստանից եւ մասնակցեն եւ այլն, որը որ փաստորեն կեղծ էր։ Սա շատ կարևոր է հասկանալ, որ ընդդիմությունը կոալիցիա չկարողացավ ստեղծել, իսկ եթե ստեղծեր կոալիցիա, հիմա դժվար է ապացուցել, ասել, որ միանշանակ կարելի է ասել, որ եթե լիներ միասնական ճակատ, եթե մի ուժի շուրջ համախմբվեին, ավելի մեծ հաջողության կհասներ ընդդիմությունը, որովհետև դա անցել է արդեն, ոնց ապացուցես, որ դա հնարավոր էր։ Բայց մենք ունենք փորձ, պատմական փորձ ունենք։ 96 թվին, երբ որ դա եղավ, իհարկե անորոշ ուրեմն ընտրողները եւ դրանց թիվը շատ մեծ էր, այս հանգամել մեծ էր Հայաստանում, ավելի մեծ էր հավանականությունը, որ կողորոշվեին ի օգուտ ընդդիմությանը։ Բայց դա տեղի չունեցավ։ Հիմա մենք կարող ենք իհարկե զբաղվենք վերլուծությունով, ինչու տեղի չունեցավ, ինչու չկարողացան բանակցել, գտնել այդ հանուն ընդհանուր շահի կարողանան։ Իրանք գնացին այս ընտրություններին մեծ մասամբ, իբրև սա, գիտեք, ծրագրերի պայքար է, այսինքն մրցակցություն է։ Մենք ունենք ծրագիր, իշխանությունները ունեն ծրագիր, այ մենք ավելի լավ ծրագիր ենք ներկայացնում։ Բայց դա այդպես չէր։ Եթե ծրագրերի մասին է խոսքը, մենք տեսանք, որ բանավեճերի ժամանակ ոչ այնքան քննարկում էին ծրագրերը, այլ այսօրվա իշխանության ուրեմն ձախողումները եւ այլն։ Բայց եթե այդպես է, ինչու է քննարկում ծրագրեր։ Կամ եթե կուսակցությունես, որը կարա 3% հավաքի, ինչի ես գնում ընտրությունների, լավ իմանալով, որ դու քո ծրագրերը չես կարողանալու իրականացնել։ Չի լինելու քո կողմից վարչապետ։ Չի լինելու, դու չես կազմելու կառավարությունը, բայց դու միևնույն է ընտրողներին ասում ես, որ դու ծրագրեր ունես, ես անելու, ես անելու։ Սա բերում է նրան, որ հետո մենք զարմանում ենք, ինչու է ապաթիա տեղի ունենում ընտրողների մոտ, հա, որովհետև ընտրողը տեսնում է, որ դա ոչ մի բան չի փոխում, ոչ մի բանի չի բերում։ Իսկ իշխանությունը կարողացավ փոշիացնել ձայները, ինչպես ասացի, եւ իհարկե իրանց նպատակին չհասան, ամենակարևոր նպատակներ, որի հետ կապված է նաեւ իրանց արտաքին այդ ամբողջ այդ կառույցը, հա, կապված է դրա հետ, որ իրանք պետքա համանդրություն փոխեն, որից հետո նոր կարող է պատահի Ադրբեջանը ստորագրի վերջնական ստորագրի պայմանագիրը։ Հիմա պարզ է, որ եթե դա ձախողվել է, դա էլ կախված է հիմա երբ է լինելու համանդրությունը, երբ է փոխվելու եւ ինչ եղանակներով են իրանք փորձելու նոր համանդրություն փոխել կամ լրիվ փոխել համանդրությունը կամ նոր համանդրություն, ինչու՞ չէ ներկայացնել նոր համանդրություն։ Պարոն Մարտիրոսյան, դուք ասում եք, թե իրականում ինչ հարցեր կան, որ ինքը չկարողացավ իր նպատակին հասնել, այդուհանդերձ իրենց մոտ կա ինքնավստահություն, որ իրանք, տեսեք, ես նույն գիշերը ժամը 2-ին եկավ իրեն միազնյա իշխանություն կարգեց, ու այս ամենի ֆոնին մենք տեսնում ենք հետընտրական ագրեսիան այս իշխանության կողմից իդեմս Փաշինյանի։ Սա ինչով է պայմանավորված։ Դե ինքը ասում է, որ ինքը կրկոտ է, բայց այստեղ խնդիրը նրանում է, որ իհարկե, երբ որ դու չես հասնում քո նպատակին, իսկ նպատակը որն է, եթե մենք նայենք տեսնենք ինչպես Euronews-ը մի պակար, չէ, որ իրանք հրատարակեցին իբրև հարցումների վրա հիմնված բանը։ Իրանք տալիս էին 65% իշխող ուժին։ Դա ցանկությունն էր, ոչ թե իրականությունը, հա, սոցիոլոգիայի հետ ոչ մի կապ չունեցող թիվ էր։ Եվ իրան թվում էր, որ ինքը կարողանալու է ստանալ ամիջապես ստանալ մեծամասնությունը։ Հիմա ինքը փաստորեն տեսնում է, որ առնվազն 500,000-ից ավել ընտրող չի ընտրել ԿՊ-ն, ինքը հասկանում է, որ այդ թիվը ավելի մեծ կարող է լինել, եթե իրանք չօգտագործեին admin ռեսուրսը, եւ հասկանալի է, որ այս պայմաններում ոչ մի հանրակրվեի մասին խոսք չի կարող գնալ, միայն հույսն է ուրեմն փոխել համանդրությունը ազգային ժողովում։ Այնտեղ էլ պետք է նոր պայքար լինի եւ անորոշություններ կա։ Ինքը երևի համոզված է, որ ինքը հաղթահարելու է այդ անորոշությունները, բայց այդ կամ էլ հեշտ չի համոզել Գաջիևին, հա, որի հետ Դիլիջանում իրանք հանդիպում էին, Ալիևին, որ մի քիչ էլ ժամանակ է պետք, որ ես այս խնդիրն էլ լուծեմ, հետո նոր կփոխեմ համանդրությունը։ Սա է իր խնդիրներից մեկը։
Իրանք մեզ չեն ասում ինչ օրակարգով էր եկել, ինչ հարցեր են քննարկել, բայց պարզ է, չէ, պետքա եթե գալիս է, իրանք ունեն, մենք գիտենք, հեռախոսային կապ ունեն իրանք կարող են հեռախոսով ինչ որ հարցեր քննարկել, բայց երբ որ կա 1-2% նույնիսկ հավանականություն, որ կարող է գաղտնալսվի հեռախոսաձայնով ինչ որ այդ կապը, հա, պարզ է, որ ավելի հեշտ է եւ ապահով է անձամբ հանդիպել եւ քննարկել։ Իսկ ինչը պետք է քննարկեին։ Իհարկե պետք է քննարկեին այս կետից ոնց են գնում դեպի ընդհանուր նպատակ։ Իսկ որ նպատակները իրանց ընդհանուր են, այստեղ ոչ մի կասկած չպետք է լինի այլևս։ Մենք գիտենք, որ ԿՊ որոշակը Գուբերնիան ազգային ժողովի նախագահի թեկնածու լինի եւ առաջինը շնորհավորեց նրան ԿԼՉ։ Պատահական էր արդյոք։ Դե եթե մենք հասկանում ենք ինչ ուղղությամբ է տանելու երկիրը ԿՊ-ն, դա ակնհայտ է, չէ, իրանք ասում են։ Ուրեմն պետք է իրանք փորձեն Ռուսաստանից ազատվեն, իրանք դա կոչելու են եվրոպական ճանապարհ, բայց հիմնականում դա եվրոպական ճանապարհ չի, դա թուրքական ճանապարհն է։ Ուրեմն պետք է լինի այնպիսի մարդ, որը որ Թուրքիային եւ Ադրբեջանին իրանք էլ իրանց ոնց որ ոչ թե ֆորմալ ձևով, բայց ինչ որ ասեն դաբրոն տալիս են։ Այս մարդու հետ մենք խոսել ենք, փորձել ենք եւ իրան վստահում են։ Վստահելի մարդը ոչ թե բնակչության համար Հայաստանի, այլ իրանց համար վստահելի է, որովհետեւ դե մենք պարզ է, որ այդ բանակցությունները փակ են, գաղտնի են եւ այլն, բայց եթե իրանց ձեռնտուփ չլիներ, իրանք մինչեւ ընտրությունները չէին ասի, որ ուժն են իրանք ուզում տեսնել Հայաստանում իշխանության։ Մենք նաև տեսանք, որ ընտրություններից հետո անմիջապես ադրբեջանցիները էլ ավելի սրեցին այն խոսույթը 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու հարցը։ Ես խնդրեմ ես ասել ձեր տեսակետը եւ նաեւ արդեն ադրբեջանցի պատգամավորը եւ ոչ միայն ամենաբարձր մակարդակները խոսում են, որ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի նստեն տարածաշրջանի իրողությունների հետ եւ չակերտներում դրանք պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր։ Դե սա սպասելի էր, այստեղ զարմանալու ոչ մի բան չկա, որովհետեւ այդպիսի մեծ ռազմավարական նպատակ իրանք նոր չի որ դրել են եւ այդ կառույցն նոր չի որ ստեղծվել է, հա 90-ականներից կա այդ կառույցը։ Իրանք ուղղակի տեսան, որ իրանք հասել են այնպիսի հաջողության, որը իրանց համար էլ անսպասելի էր։ 20 թվին իրանք ստացան ավելին, քանի իրենք երբևիցե կարային երազեին։ Այսինքն, երբ որ դու այդ ամենը ստանում ես ու գործ ունես մի պարտների հետ, որը որ ամեն ձև փորձում է խուսափել պատերազմից, ամեն ձև նույնիսկ իր ժողովրդին վախացում է, որ այ եթե չընտրեք ինձ, այ եթե սահմանադրական մեծամասնություն չունեցա, պատերազմ է լինելու, նույնիսկ օրն է ասում պատերազմի։ Հասկանալի է, չէ, բացի դրանից այդ ուժը կապում է իր ամբողջ զարգացման ծրագիրը, նաև մեծ մասամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ճանապարհները, կոմունիկացիաները եւ այլն։ Եվ երբ որ իրանք դա տեսնում են, իրանք հասկանում են ինչ հզոր լծակներ իրանք ունեն իրանց ձեռը։ Եթե դու ունես այդպիսի լծակներ, ինչու չօգտվել, ինչ պետք է անի Փաշինյանը այս պահին, որ ասի չէ, դուք մենք պայմանավորել ենք, որ մենք Արցախից հրաժարվում ենք, դուք էլ չեք խոսում ադրբեջանցիների վերադարձի մասին։ Իհարկե չէ, իրանք անելու են ինչ որ հնարավոր է անել, քաղաքականությունը վերջո դրա արվեստն է, հնարավորի արվեստն է, դու ես տվել իրանց այդ հնարավորությունը, դու տվել ես իրանց այդ հնարավորությունը։ Ես հիմա չեմ կարող թվերով ասել 300,000 ամիջապես լինելու, բայց այն որ դա լինելու է օրակարգում այդ խնդիրը եւ իրանք պատրաստ են միգուցե փոքր քայլերով, բայց գնան այդ ճանապարհով, դա միանշանակ։ Իսկ մեր իշխանությունները չունեն ոչ ռեսուրս ունեն դիմադրելու, այս ներկայի իշխանությունները, ոչ ռեսուրս ունեն, ոչ էլ ցանկությունը։ Տեսեք, նույնիսկ Իսրայելը դեր վերջնական կնեսետում դեր պետքա ուրեմն լսումներ լինեն այդ հարցով, բայց կառավարությունը ճանաչում է ցեղասպանությունը, հա
հա ուշացումով ասում ենք, բայց ճիշտ բանը նաև ուշացումով անելը դա ճիշտ բան է եւ այլն։ Ինչ ասում մեր իշխանությունը ասում է, որ չի ուզում, որ այդ խնդիրը ինչ որ ինստրումենտալ ձևով կիրառվի, հա, գործիք դառնա կամ քաղաքական գործիք եւ այլն։ Մի կողմից ոնց որ ճիշտ են ասում, հա, որ բոլոր երկրները երևի այնպես չի, որ բարոյական իրանց բանից են ճանաչում, որովհետեւ եթե միայն բարոյական բանը լիներ, հաշվարկված չլինեին իրենց շահերը, միգուցե եւ բոլորը արդեն շուտվանից ճանաչել էին։ Այստեղ կա ինչ որ մի մաս ճշմարտություն, բայց նաև պարզ է, չէ, որ իրանք չեն ուզում, որ այդ հարցը ինչ որ շարունակի խնդիր լինի թե Թուրքիայի, թե Ադրբեջանի։ Լավ, ասենք թե Թուրքիան պարզ է, չէ, Թուրքիայի մասին է ի վերջո, Օսմանյան կայսրության, բայց տեսեք Ադրբեջանը ինչ դիրք է զբաղացրել։ Ադրբեջանը ինչ փորձում է արդեն ճնշում գործադրել Իսրայելի իշխանությունների վրա, որ դա սխալ քայլ է, մի ճանաչեք եւ այլն։ Այսինքն իրանք միասին են գործում, միասին ունեն ծրագրեր, միասին ունեն ինչ որ նպատակներ։ Եվ այդ նպատակները, այդ ծրագրերը իրականացումը նաեւ ենթադրում է, որ Հայաստանը պետք է լինի, եթե լինելու է շատ թուլացած, ամբողջությամբ իրանցից կախված, մի պետություն լավ կլինի կարլիկ պետությունների նման, հա, որ ոչ մի ելք դեպի ծովեր չունի, ամբողջությամբ իրանցից կախված է եւ այդ դեպքում իրանք կհամարեն, որ խնդիրը վերջնական լուծում է ստացել։ Դիմությունը միշտ անելիք ունի, իհարկե հիմա ավելի դժվար պահ, որովհետև ես չեմ տեսնում հնարավորություն, որ ընդդիմությունը կարողանա նույնիսկ եթե այն որոշումը, որ հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը ներկայացնելու է, հանրայնացնելու է, եթե դա չլինի արդար ընդդիմության տեսակետից իհարկե, արդար որոշում, որ իրանք կարողանալու են փողոցը մոբիլիզացնել եւ այնպես մոբիլիզացնել, որ դա այնպիսի ճնշում գործադրի իշխանությունների վրա, որ իրանք մտածեն կամ նոր ընտրություններ անցկացնել կամ նույնիսկ հրաժարական տալ եւ այլն եւ այլն։ Ես չեմ տեսնում այդպիսի սցենար։ Եթե կա այդպիսի սցենար, դրա հավանականությունը համարյա թե չնչին տոկոսներ է կազմում։ Այո, իրանք կարող են համախմբվել եւ փողոցային ինչ-որ բան անցկացնել հիմա, բայց դա չի լինելու ամենավորոշիչ ուրեմն բանը, իշխանությունը փոխելու։ Այստեղ հարց է ծագում, արդյոք ուրեմն իրանք պետք է հրաժարվեն մանդատներից, թե իրանք պետք է վերցնեն այդ մանդատները Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Ես իրանց տեղը իհարկե չեմ կարող ոչ խորհուրդ տալ, ոչ ասել ինչ ալնելու, բայց ես պատկերացնում եմ, որ այստեղ կան երկու հարթակ, հա, մեկը բարոյականն է, այսինքն բարոյական ինչ նշանակում, դուք խոստացել եք, որ հունիսի 8-ից իշխանությունը փոխվելու է, որ լրիվ այլ իրավիճակ է լինելու, իսկ այդ ամենը տեղի չունեցավ, դուք շարունակում եք այն նույն խաղը, որը կար 21 թվից։ Այդտեղ իրանք կորցնելու են իհարկե ինչ որ զանգված եւ զգալի երևի զանգված հիասթափվելու է եւ ավելի բացասական է վերաբերվելու այդ հնարավորություններին։ Բայց դրա հետ միասին կա երկրորդ հարթակը, որը քաղաքականն է։ Քաղաքական հարթակում հաշվարկները պետք է լինեն իրատեսական, ես երբ որ ասում եմ մակիավելյան, ես նկատի ունեմ իրատեսական։ Այսինքն իրատեսական քաղաքական հաշվարկը անելու համար դու պետք է լինես այդ ընդդիմության ինչ որ մեջի ներսից հասկանաս, հա, իրանց հնարավորությունները, կարողությունները, ցանկությունները, ինչ են իրանք պատրաստ, ինչ պատրաստ չեն անել։ Այնպես որ ես չգիտեմ իրանք ինչ են որոշելու, բայց ամեն դեպքում մանդատները վերցնել եւ շարունակել պայքարը ուրեմն ազգային ժողովում երևի այս պահին ավելի քաղաքական տեսակետից, ոչ թե բարոյական, քաղաքական տեսակետից ավելի ճիշտ է, քան մանդատներից հրաժարվելը։ Որովհետև դա հեշտացնելու է, ես համոզված եմ, հեշտացնելու է իշխանության ուրեմն այդ սահմանադրական մեծամասնությունը ձևավորելը եւ այլ հարցերը լուծելը։ Պարոն Մարտիրոսյան, ավտորիտար բռնապետական ռեժիմ հաստատելու համար այդուհանդերձ ռեսուրսներ են պետք, ֆինանսական եւ ոչ միայն շարունակի ունենալ այս իշխանության կտան։
Իհարկե, տեսեք, մենք իրանք սա կարան կոչեն հիբրիդային պատերազմի համար, գումարներ եւ այլն։ Մենք այսօր ես չգիտեմ թվերը, բայց իմ կարծիքով Երևանում փողոցից դուրս գալիս ամեն քայլափոխին ոստիկանն է, նմանավանդ կենտրոնում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հանրային գումարները, այսինքն հարկատուի գումարները, իրանք որոշում են, որ պետքա ոստիկանությունը ուժեղացնեն, եւ դու չունես ոչ մի ազդեցություն։ Ես դրա համար եմ ասում, մենք կոչում ենք սա ներկայացական ժողովրդավարություն, բայց սա ոչ ժողովրդավարություն է, ոչ էլ իհարկե ներկայացական է, որովհետեւ այսօր դուրս գանք ձեզ այդ փողոց, մարդկանց կանգնացնենք փողոցում, հարցնենք ով է ներկայացնում իրենց շահերը, ոչ թե կուսակցության անունով, այլ ով է ներկայացնում իրենց շահերը, ով է ներկայացնում այդ որոշումները, որ կարևոր որոշումները իրանց համար, որ պետք է ընդունվեն եւ ընդունվում են, ով է ներկայացնելու իրանց շահերը այդ ընթացքում։ Իհարկե ոչ մեկ չգիտի դրա մասին, ոչ էլ պատկերացում ունեն թե ինչ է տեղի ունենում։ Այսինքն իրանք ունեն կարտ բլանշ, մեծամասնությունը ձևավորված է, ոնց ուզեն որոշումներ կայացնեն։ Պետք եղավ կուժեղացնեն ուրեմն ուժային բլոկը, պետք եղավ էլի գումարներ իրանց կհատկացնեն, պարգևավճարներ կտան, դա էլ կլինի ոստիկանապետություն, դա էլ կլինի ավտորիտարիզմ, ինչու՞ չէ։ Բացի դրանից իրանք ունեն կարտ բլանշ նաև դրսի խաղացողներից։ Հա, Ռուսաստանը, չեմ լսել, որ Չինաստանը նաև շնորհավորի կամ ճանաչի արդյունքները ընտրությունների, բայց Արևմուտքը միանշանակ ասում է, որ սա ժողովրդավարություն է, շնորհավորում է, դեր խնդիրը դեր քննարկվում է սահմանադրական դատարանում, իսկ Եվրոմիությունը արդեն շնորհավորել է, որ իրանք արդեն հաղթած ուժ են։ Այսինքն սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է դրա մասին, որ ինքը ինչ էլ անի, իրանք աչքերը կփակեն։ Իրենք աչքերը կփակեն։ Ես խոսքս հիմա Եվրոմիության այդ ղեկավարության մասին է, հա։ Իրանք այլ շահեր են հետապնդում, այդ շահերի համար իրանց պետքա, որ այս ուժը մնա իշխի Հայաստանում։ Քանի որ նոչացած ընտրությունների թեման միջև աշնանա, ինչ կլինի, եթե Ռուսաստանի վերջը չճանաչի Հայաստանի ընտրությունները։ Դե եթե չեն ճանաչում ընտրությունները եւ եթե իրանք ֆորմալ առումով հայտարարեն այդպիսի բան, ուրեմն իրանք չեն էլ ճանաչելու ինստիտուտները, որոնք ձևավորվելու են այդ ընտրությունների բանով, հա, արդյունքների վրա հիմնված։ Ամենակարևորը ազգային ժողովը, իսկ ազգային ժողովում նաև ձևավորվում է կառավարություն։ Այսինքն դա կարող է նշանակի, որ իրանք չեն ճանաչում կառավարությունը Հայաստանի։ Ես չգիտեմ իրանք պատրաստ են այդպիսի քայլերի գնալ, բայց այս պահին, եթե իրանք չեն ճանաչում, դա է նշանակում։ Միգուցեև իրանք վերցրել են պաուզա, ինչ որ չափով, եթե ոչ առաջի դեմքերով, այլ ինչ որ բաներ, քննարկումներ եւ ինչ որ կանալներ կա կոմունիկացիոն Մոսկվայի հետ, որ Մոսկվան կարող է ճանաչի, այ եթե սահմանադրական դատարանի որոշումից հետո նոր մենք ճանաչենք։ Տեսնենք, բայց եթե շարունակի չճանաչել, դա միանշանակ նշանակելու է, որ ում էլ ընտրեք վարչապետ, ում էլ ընտրեք կառավարության անդամ, եթե իրանք չեն ճանաչել ընտրությունները, տրամաբանական դա նշանակում է, որ չեն էլ ճանաչում կառավարությունը։ Եվ գիտենք, որ տեսնում ենք այս Ռուսաստանի պատժամիջոցները ըստ էության, սանկցիաների տակ է Հայաստանը, ԵԱՏՄ-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանը ըստ էության վերջերս այդ հապկի նման էլի, հիմա հապկը կա թե չկա, հիմա նույնը անում է ԵԱՏՄ-ի բարակամ, ԵԱՏՄ կա թե չկա թող ասեն, սա ինչի կհանգստի հաշվի առնելով նաև որ առաջիկայում ինքը պատրաստվում է գնալ միջկառավարական իսկին։ Դե ինքը ճիշտ է ասում, սանկցիաներ չեն սրանք, այսինքն Ռուսաստանը չի հայտարարել սանկցիաներ։ Ռուսաստանը ասում է, որ կան չափանիշներ, կան ստանդարտներ, որին չի համապատասխանում ձեր արտադրությունը, հա։ Հիմա եթե դա է խնդիրը, դու ուրեմն պետք է կարողանաս ինչ որ բանակցես, ինչ որ թերություններ կա վերացնես եւ այլն, հա, դա է լինելու ընթացքում։ Ինքը այդ ձևը ուզում խնդրի շրջանակը այդ ձևը ուզում ներկայացնի մեզ, հա, որ խնդիրը դրանում է, որ իրանք շարունակելու են բանակցել եւ խնդիրներ կա լուծելու են, այդ Իրանը այս տարի չէ, բայց բանը ձուկը կարող է պատահի եւ այլն, հա, ինչ որ ձևով բանակցելու են խաղողը եւ այլն եւ այլն։ Կարող է պատահի, ինքը այդպես է իրան պատկերացնում, բայց այդտեղ կա հստակ եւ սա քաղաքական մասն է, հա, ոնց որ դու
մերժես այդ քաղաքական բաղադրիչը, որը ամենակարևորն է իմիջիալոց այս ամբողջ պատմության մեջ։ Այդ քաղաքական բաղադրիչը ինչու՞ն է։ Իրանք ոչ թե ասում են, այդ ոնց եղավ, որ մի օրում որոշվեց, որ չեն համապատասխանում քո ծաղիկները կամ ելակը կամ մնացածը չեն համապատասխանում ինչ որ ստանդարտների։ Այդ մի օրում եղավ։ Իհարկե ոչ։ Մի օրում ինչ տեղի ունեցավ։ Մի օրում տեղի ունեցավ հայտարարություն։ Դուք կամ մեզ հետ եք, կամ մեր թշնամու հետ եք, որովհետև Ռուսաստանը հիմա հայտարարել է, որ Եվրոմիությունն է, այսինքն Եվրոմիությունն է դա հայտարարել, որ իրանց գեր նպատակն է հասցնել ռազմավարական պարտություն Ռուսաստանին։ Այսինքն եթե սա թշնամի չի, բաղով է ուզում քո ռազմավարական պարտությունը։ Ուրեմն եթե դու մեր թշնամու հետ ես, մենք չենք ուզում, որ դու դա անես մեր հաշվին։ Դու որոշի, դու մեզ հետ ես, թե պարզ է, որ այդ որոշումը չի ուզում Փաշինյանը կայացնել, ինքը դեր շատ էին խոսում դիվերսիֆիկացիայի մասին, այլընտրանքների մասին, բայց տեսեք 8 տարի իրանք իշխանություն են, հիմա նոր խոսում են ինչ-որ այլընտրանքների մասին։ Բայց 8 տարի դուք ինչ եք անում, ինչով եք զբաղված։ Դուք չեք հասկանում, որ միևնույնն է պետք է այդ այլընտրանքները զարգացնել։ Թե միջև Օսկորին չասավ, դրա մասին չսկսեցիք մտածել։ Եվ ինչ այլընտրանքներ եք ստեղծել։ Հիմա ափալ-թափալ ինչ-որ այլընտրանքային ինչ-որ լուծումներ են փորձում գտնել եւ ներկայացնել այնպես, ինչպես իբրև դա համապարփակ ինչ-որ լուծումներ են տվել արդեն իրանք այդ խնդրին։ Իհարկե լուծումներ դեռ չկան։ Եվ գնալով իհարկե վատանալու է, որովհետև Ռուսաստանը, ոչ միայն Ռուսաստանը, ասենք, հարցը այսպես է դրված, որոշեք, եւ այդ որոշումը պետք է լինի կամ հանրաքվեեք անցկացնում ձեր ժողովուրդը ասում է ուր է ուզում գնալ եւ խնդրեմ գնացեք Եվրոպա, կամ դուք որպես կառավարություն այդ որոշումը կայացնում եք, որը մեկը մեզ բավարարելու է դեկտեմբերի 2-ը ժամանակ ունեք, խնդրեմ, ձեր որոշումն է։ Դե սա PR-ի եւ վիրտուալ իրականության աշխարհում ենք ապրում, այսինքն սիմուլյակր ստեղծել, ես ասացի, որ այնպես ներկայացնել իբրև լուծում կա արդեն։ Մենք արդեն Էմիրատներ ուղարկում ենք մեր բանը, մենք ուղարկում ենք Լատվիա ծաղիկները, բայց երբ որ քանակներին նայում ես, եթե կան այդպիսի տվյալներ, պարզա որ շատ հեռու ենք մենք այդ բանից։ Նույնիսկ Փաշինյանը ստիպված հիշեցնում է իր ուրեմն տնտեսության նախարարին, որ 96 միլիոն ծաղիկ է պետք արտահանել, ոչ թե 10,000 կամ 100,000 նույնիսկ։ Ու սա է խնդիրը, հասկանում եք, այդ այլընտրանքները արագ հնարավոր չի ստեղծել։ Դրա համար պետք է ժամանակ, դրա համար պետք է շատ լուրջ աշխատանք եւ պարզվում է, որ ես ինչպես ասացի, 8 տարի իրանք այդ աշխատանքը չեն արել։ Իսկ հիմա ասում են Եվրոպան իհարկե փորձելու է ձևի համար նույնիսկ գումարներ հատկացնել, ինչ որ հայտարարություններ անել, այ Հոլանդիայի կամ Նիդերլանդերի վարչապետը զանգել է, ասում է, որ մեր ծաղիկները պետքա ունենան մուտք Նիդերլանդներ։ Բայց դուք հասկանում եք դուք ինչի մասին եք խոսում։ Դուք խոսում եք դրա մասին, որ Հայաստանի ծաղիկ արտադրողը կարող է մասնակցի Նիդերլանդներում անցկացվող աուկցիոններում։ Ընդ որում այդ աուկցիոնները գնում են ներքև։ Դրել ես քո վարդի գինը 7 եվրո, աուկցիոնի ժամանակ դա կարող է իջնի մինչև 1 եվրո, կարող է մի քիչ ավելի ցածր, որովհետև դու մրցակցելու ես արդեն կայացած արտադրողների հետ, որոնք որ որակել են տալիս, արժեքնել իրենց համար ավելի ցածր է, քան քո համար։ Նույնիսկ եթե այդ արժեքի լոգիստիկայի, տրանսպորտի գինը եվրոպացիները վերցնեն իրենց վրա։ Միևնույնն է դու չես կարողանալու մրցակցես իրենց հետ։ Սա է խնդիրը, թե չէ ինչ որ ապագորգոր ինչ որ հայտարարություններ անել, դա իրանք շատ լավ իրանց մոտ ստացվում է։ Իրանք նույնիսկ պատերազմում պարտվելը համարեցին, որ դա հաղթանակ է։ Հիմա ժողովրդին բացատրում են, որ դա միակ ձևն էր Հայաստանը պահելու համար, չէ՞։ Այդպես է ասում։ Եթե Արցախը չտանք, Հայաստանն ենք կորցնելու։ Դա ասում ինքը։ Բայց դու չես եկել այդպիսի ծրագրով, չես ընտրվել 21 թվին, չես ընտրվել նույնիսկ 18 թվին այդպիսի ծրագրով։ Դու ստեղծել ես մի ծրագիր, մինչև ուրեմն 2050 էր կոչվում, եթե հիշում եք, տեսլական, որտեղ լրիվ ուրիշ բաներ էր գրված։ Հիմա դու ասում ես, որ սխալվել եք։ Մենք ինչ իմանանք, վաղ նորից կարող է սխալվել ես։
Սխալը քաղաքականության մեջ սխալի գինը քո հրաժարականն է։ Հələ ավելի փոքր սխալերի համար, տեսեք, Մեծ Բրիտանիան 6 վարչապետ փոխեց 10 տարում։ Ինչու՞, որովհետև սխալվում են, սխալվում ես, դու պետք է հրաժարական տաս, քեզ հեռացնեն, որովհետև հա, չէ, այնտեղ նույնիսկ Ֆոլքլենդներ չեն հանձնում։ Լուր մնաց հայրենիք։ Սա է խնդիրը, իսկ եւ համակարգը թույլ է տալիս իրանց, որ իրանք այդպիսի ստերով, լկտի ստերով կարողանան շարունակեն կոչեն սա հանրապետություն։ Բայց սա հանրապետություն չի։ Մենք դա էլ պետք է հասկանանք հստակ, որովհետեւ հանրապետությունը ենթադրում է, որ դու ունես իշխանությունների առանջատում։ Դու ունես ինչ որ ձև վերահսկելու հայ տարբեր իշխանությունների վրա կան լծակներ եւ այլն։ Այդ համակարգը դու չունես։ Ոնց է սա հանրապետություն։ Սա մի բռնապետության մի տեսակն է։ Կարող է դեր մեղմ բռնապետությունը, հա, կոշտ միջոցների չի գնում, ֆիզիկապես չի ոչնչացնում ընդդիմությունը, ոնց որ Ֆրանկոն էր անում Իսպանիայում կամ այլոք, բայց միևնույնն է, միջոցներ կա, լծակներ կա, բոլոր իշխանությունները իրանց ձեռն են, ոնց ուզում են էլ անում են։ Սա է, սա ժողովրդավարություն է, երբ որ ժողովուրդը, իրանք ժողովրդի անունից շատ են խոսում, երբ որ ժողովուրդը չունի ոչ մի ազդեցություն որոշումների վրա, որը դուք կայացնում եք։ Չկա ազդեցության ոչ մի հնարավորություն։ Եվ երեք օրինակ մեր բանախոսներից պարոն Սուրենյանցը ասաց իր ունեցած տեղեկություններով եւ վստահ լինելով այդ տեղեկությունների ճշմարտացիության վրա, բոլոր խողովակներով Փաշինյանը փորձում է անմիջապես Ռուսաստանի նախագահի հետ կարողանալ հանդիպում կազմակերպել, կոնտակտի դուրս գալ եւ նաեւ այս մասով կուզեմ ձեր տեսակետը արտահայտեք եւ ինչ է կարծում այդպես հա այն շուստրիությամբ Ենոք Հավանցուկը կարողանա ԵԱՏՄ միջկառավարական նիստում էլ այդպես հարցեր լուծել։ Դուք շատ բարդ հարց եք տալիս։ Այն որ իրանք փորձում են բոլոր կանալները օգտագործել, որպեսզի վերադառնալ բանակցային սեղան եւ օրակարգը ձևակերպել իբրև չափանիշների խնդիր, հա, ոչ թե քաղաքական խնդիր։ Դա միանշանակ է, բայց այստեղ մի խնդիր կա կապված իր հարաբերությունների հետ Պուտինի հետ։ Ինքը միշտ խաղացել է այդ խաղը, որտեղ ինքը մի բան ասում է Մոսկվայում, մի ուրիշ բան ասում է Բրյուսելում, Վաշինգտոնում, եւ դա ինչ որ ձևով անցնում էր, որովհետեւ Մոսկվայում ինքը կարող նույնիսկ ասել, որ դե ստիպված է Զելենսկուն ընդունել Երևանում, ես ամենը անում եմ, բայց ես ամենը անում եմ, որովհետև ուզում եմ երկիրս չընկնի սանկցիաների տակ, եւ եթե չընկնի սանկցիաների տակ, ես այդ կարգավիճակում կարողանալու եմ ավելի լավ նաեւ ձեր շահերը բավարարեմ, հա, ինչ որ խնդիրներ լուծել, որովհետև Ռուսաստան սանկցիաների տակ է։ Կամ ինչ որ մի տենց մի բան, այսինքն ես կարողանալու եմ ձեր շահերը բավարարել, եթե ես շարունակեմ այս խաղը արևմուտքի հետ։ Արևմուտք գնում է, ասում է հիբրիդային պատերազմ է, Ռուսաստանը էս անում, ներսում ասում է Ռուսաստանը թշնամի է, լրտեսներ են, փողեր անում եւ այլն եւ այլն։ Սա իհարկե, եթե նորմալ մարդը նայի այսպես նարատիվներին, կասի սա շիզոֆրենիա է։ Իսկական շիզոֆրենիկ վիճակ է, բայց իրան հաջողվում էր, ինչ որ մի պակար, մինչև հաջողվում էր։ Հիմա խնդիրը եկել հասել է արդեն այն պահին, երբ որ Ռուսաստանը հասկանում է, որ այդ հանդուրժելը, մտածելը, որ այ բոլոր լծակները մեր ձեռն են, հիշում եք իրանց հայտնի այդ բանը Լուկաշենկոյի Ակուդայանի ձենուցը, որ կարող է պատահի, խնդիրը իրանք արդեն այդ վերահսկելու բանը կորցնում են, լրիվ կորցնում են։ Եվ իհարկե, եթե այդպես են իրանք տեսնում, ավելի հավանական է, որ իրանք ավելի կտրուկ միջոցների դիմեն, այսինքն պահանջեն, որ ինքը ինչ-որ բաներ փոխի ստեղ ներսում, կամանի են, ինչ-որ իրանց պետք է։ Ու իմիջիալոց, երբ որ ասում են, եւ լսեցի երեք Սահմանադրական դատարանի քննարկումների ժամանակ, ուրեմն դատավորներից մեկը Սաֆարյանը ասում է, այ Ռուսաստանը 3 ուժին հաջակցում էր, այսինքն կրկնում է ԿՊ-ական այդ թեզերը, հա։ Լավ, մի կողմ, որ դա դատարանում այդպիսի հայտարարությունների համար քաղաքական այդ կողմնակալությունը պետք է տեղի չունենար։ Դա մի կողմ դնենք, բայց տեսեք,
Ռուսաստանը ի տարբերություն Եվրոմիությանը, Մակրոնին, Թրամփին, Վենսին, չեմ ասում էլ մեր թուրք հարևաններին, հա, չի ասել, որ ցանկություն ունի, որ որևէ մի ուժ հաղթի։ Ինչ էր ասում Պուտինը։ Պուտինը ասում էր. «Ստեղծեք հավասար պայմաններ, որ այն ուժերը, որոնք որ կոչում եք պրոռուսական, նրանք էլ կարողանան հավասար պայքարեն»։ Սա էր իրանց ասածը, ոչ թե մենք աջակցում ենք, որ իրանք պետք է հաղթած լինենք։ Ոնց կարելի է դա մեկնաբանել որպես աջակցություն ինչ-որ մի ուժի կամ ուժերի։ Այսինքն նա ասում է ստեղծեք հավասար պայմաններ, որովհետև դուք ասում եք, որ դուք մեր դաշնակիցն եք եւ կան պրոռուսական ուժեր, մենք ասում ենք ստեղծեք հավասար պայմաններ։ Բայց ուրեմն Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը բոլորը ասում են, որ այս ուժը պետք է հաղթի անպայման։ Կամ եթե չհաղթի պատերազմ լինելու, ինչպես Ադրբեջանն կրկնում ասում էր նույնը, կամ Եվրոմիությունը եւ ամբողջ մամուլը, համարյա թե ամբողջ մամուլը, եվրոպական եւ արևմտյան եթե հետևում էր, այսինքն շրջանակը ինչպես էին ձևակերպել, որ կամ հաղթում է նոր պրոեվրոպական ուժը Հայաստանում, կամ իշխանության գալու են ուրեմն պրոռուսական ուժերը նորից։ Այսպես են իրանք ձևակերպել, եւ այդ ձևակերպումը համապատասխանում էր Փաշինյանի ձևակերպմանը։ Ինքն էլ էր այդպես, ներսում ինքը այդպես էր ձևակերպում։ Հիմա ես չգիտեմ Ռուսաստանում ինչպես են դա մեկնաբանում եւ ինչպես են հասկանում եւ ինչպես ինքը պետքա դրա տակից դուրս գա։ Երևի ասելու է դե ընտրությունները ասում էի, բայց ես դե այդպես չեմ մտածում իհարկե։ Ես մնալու եմ լոյալ եւ այլն եւ այլն։ Հիմա խնդիրը հետեւյալն է, վստահելու են, որ ինքը մնալու է լոյալ։ Ես այդ հարցի շուրջ կասկածներ կա իմ մոտ, որ իրանք այս ամենից հետո շարունակելու են իրան վստահել, որ ինքը վստահելի խաղացող է։ Ըստ էության սա առաջին անգամ է, որ Ռուսաստանը այսպես խիստ բանի տակ է վերցնում իրողությունները, հա, ճնշում կասեք թե Ճնշում է, իհարկե, չէ, ճնշում է։ Համաչափ պատասխան է, երբ որ դուք այդպես եք ձեզ պահում ձեր դաշնակցի հետ, ուրեմն ստացեք նաև այս պատասխանները։ Այսպես հա ձեր մինչև վերջ ոտքը գազի թողի Ռուսաստանը ձեզ։ Տեսեք, բոլոր պետությունները, սա միջազգային հարաբերությունների իրատեսական դպրոցի առաջի կուրսի ուսանողները սա են ասում։ Բոլոր պետությունները հետապնդում են իրանց շահերը։ Էլ չեմ ասում կայսրությունների մասին։ Իրանք բոլորը հետապնդում են իրենց շահերը։ Եթե Ռուսաստանը տեսնում է, որ իր շահերը կարող է պատահի վնասվեն կամ կարող է պատահի կորուստ ունենա շատ կարևոր հարցերում իր համար, իհարկե ինքը կարողանալու է երևի գնալ միջև վերջի գիծ, իսկ այդ վերջի գիծը նաև գազի գներն են եւ հազար ու մի այլ խնդիր։ Այ մենք խոսում ենք գյուղտնտեսական հարցերի արտահանման մասին, բայց ինչու՞ չէ մի հատ նայենք մենք ինչ ենք ներմուծում Ռուսաստանից։ Եվ եթե մենք նայում ենք ինչ ենք ներմուծում, այստեղ ավելի կարևոր կախվածություններ կա, հա։ Նույն ծորենը, նույն պարետանյութերը, այդ ամենը Ռուսաստանից է գալիս։ Հիմա դու եթե խզում ես քո հարաբերությունները այդ խաղացողի հետ եւ չես կարողանալու միանշանակ արագ կերպով նույնիսկ եթե գումարները տան, դու գումարը չես կարող որպես պարետանյութ օգտագործել, դու պետք է գնես այդ պարետանյութը։ Եվրոպացիք գնում են ռուսական պարետանյութը։ Եվրոպացիք այսօր էլ գնում են ռուսական համ գազը, համ նավթը, որոշ երկրներ գնում են։ Հիմա դու եթե այդ ամենից հրաժարվում ես եւ այլ ընտրանքները չունես, ես ասում եմ դու հայտնվելու ես շատ լուրջ ճգնաժամի մեջ, շատ լուրջ ճգնաժամի մեջ։ Սա է խնդիրը, բայց կգնա Ռուսաստանը միջև այդ գիծը թե չէ, ես չեմ կարող ասել, դա իհարկե որոշում է ոչ միայն ասում ենք Ռուսաստանը, բայց որոշում է վերջո մի մարդ եւ այդ մարդու անունը մենք բոլորս գիտենք։ Դուք անդրադարձաք ամեն դեպքում ձեր խոսքի ընթացքում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը, բայց կա նաև այսպիսի տեսակետ, որ սա իրականում բլեֆ է, հաշվի առնելով, որ նաև Իսրայելում ընտրություններ են հոկտեմբերից սպասվում, խնդրեմ։
Չէ, դե իրանք ընթացքը սկսել են, դա իհարկե ողջունելի բան, երբ որ կառավարությունը մեծ ուշադրումով ասում է, որ իրանք ճանաչում են եւ այլն։ Բայց դա վերջը չի, չէ, դա ընթացքի վերջը չի։ Մենք պետք է սպասենք, մինչեւ Քնեսեթն էլ այդ ամենը ուրեմն ճանաչումը վերջնական ուրեմն որոշում կայացնի այդ հարցում, այդ դեպքում մենք խոսենք։ Իսկ հիմա դեր սա կարող է պատահի լինի նաեւ ինչ որ ճնշման փորձ, հա, այսինքն իրանց հարաբերություններում Թուրքիայի հետ կան խնդիրներ եւ այդ խնդիրները ակնհայտ են կարծիքով ձեր տաղավարում մի անգամ խոսել էի նախկին իրանց վարչապետ Նավտալի Բենետը, որ ասում էր, որ Թուրքիան է լինելու, ոչ թե Պարսկաստանը, ոչ թե Իրանը, այս ամենից հետո ամենակարևոր ռազմավարական ուրեմն խնդիրը իրանց լինելու է Թուրքիան։ Այսինքն իրանք հասկանում են ինչա տեղի ունենում, իրանք տեսնում են նույնիսկ Սիրիայում ինչա տեղի ունենում, նույնիսկ այս պահին եւ այլ տեղեր, եւ միգուցե սա ասենց ինչ որ այսա վերջի ուրեմն բանն է, հա, նախազգուշացումն է Թուրքիա։ Եթե չփոխեք, եթե այս հարցերը չլուծեք, մենք գնալու ենք միջև Քնեսեթով ճանաչելու ենք եւ հետևանքները շատ վատ են լինելու։ Ինչ լինելու, եթե Թուրքիայի հետ պայմանավորվեն, եթե նույնիսկ ադրբեջանական ճնշումը, մեծ ճնշում բառն եմ օգտագործում, որովհետև եթե նայում ենք որտեղից է ստանում Իսրայելը նավթը, մենք հասկանում ենք, որ դա Ադրբեջանն է։ Այսինքն ինչով կավարտվի այդ խաղը, դեռ շուտ է ասել։ Նույն չի որ մեզ մոտ էլ շատերը արդեն ասել են, Իսրայելը ճանաչել է։ Ոչ, ճանաչել է դեր կառավարությունը։ Եկեք սպասենք, տեսնենք ինչ անելու Քնեսեթը։ Այդ ժամանակ կարող կխոսենք։ Եթե Քնեսեթն էլ ճանաչի, դա նշանակում է, որ իրանք իրոք արդեն չեն կարողանում գտնել եզրեր, իրանք տեսնում են, որ թշնամությունը Թուրքիայի հետ անխուսափելի է։ Եվ դա բերելու է նրան, որ իրանք վերանայելու են նաև իրանք տարածաշրջանային ինչ-որ ռազմավարությունը։ Եվ Իրանը Միացյալ Նահանգներ, ինչպես է գնահատում։ Դե այստեղ էլ մի քիչ շատ էին ոգևորվել ոմանք, ասում են, որ սա արդեն խաղաղություն է, սա արդեն լուծումն է խնդրի եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ շարունակում են ինչ-որ հարվածներ կողմերը հասցնել եւ այլն, դա էլ սպասելի էր։ Ինչի էր այսպիսի խաղաղություն պետք Թրամփին, որովհետեւ ինքը ունի մի քանի կարևոր իրադարձություններ, հիմա այս ուրեմն ֆուտբոլի առաջնությունն է, հուլիսի 4-ին էսա գալիս է մեծ տոնա Միացյալ Նահանգներիում, հա, պատերազմական վիճակում շատ մեծ են հնարավորությունները, որ կարող է ամբողջ ազգի համար ինչ որ տխրելու բաներ ստեղծվեն, հա, խոսքը օրինակ զոհերի թիվը կտրուկ աճում է, այդպիսի սցենար հնարավոր է, չէ։ Այսինքն դա տեսնելով ինքը համոզված էր, որ ժամանակավոր իրան պետքա սխմել պաուզա կոճակը, հա, այդ պաուզա կոճակը 60 օր, բացի դրանից ինքը ներսում կոնգրեսում ունի խնդիր այս հարցի շուրջ եւ այլն, այդ 60 օրը ինքը ստացել է, բայց այդտեղ չի ասված, որ սա վերջնական է։ Սա ուշագիր է, սա վերջնական լուծում չի հարցի։ Ես համոզված եմ, որ այդ 60 օրից հետո կարող է պատահի նորից իրանք վերադառնան արդեն վերջնական բանակցեն նմանավանդ 8-րդ կետի շուրջ, որը միջուկային ուրեմն հարստացման հարցերին նաև պաշարներին է վերաբերվում, այդտեղ չգտնեն ինչ-որ մի լուծում։ Եվ դա ինչ է նշանակելու։ Դա նշանակելու է, որ այդ պաուզան Թրամփը կարա շարունակի մինչև նոյեմբերի ընտրություններում նորից ցույց տա, ասի, չէ, ես արդեն հասել եմ խաղաղության, Իրանի հետ խնդիր չկա, բայց ընտրություններից հետո եթե ստանա այն ինչ որ իրան պետք է, այսինքն հանրապետականները ձևավորեն մեծամասնություն կամ պահպանեն մեծամասնություն, ինքը չի բացառվում, որ նորից կվերադառնա ռազմական միջոցների։ Այսպիսի սցենար ես չեմ բացառում։ Դեռ վերջնական ոչ մի բան լուծված չի։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, ցտեսություն։